Հետազոտությունները ցույց են տվել, որ պաշտամնախշ կառուցվածքների հանդիպելիս SCP-106-ը շփոթվում է զգալի ուշացումներով։ Նման կառույցներ մտնելիս եւ դուրս գալիս SCP-106-ը նաեւ նկատվել է, որ SCP-106-ը խուսափում է իրեն ուղղված լույսի պայծառ փայլատակումներից։ Սա որևէ վնասի չի հանգեցնում։ Նման դեպքում SCP-106-ը նահանջում է իր կրպանային չափ ստեղծելով անցողի պինդ մակերեսի վրա։ Այս թույլ կողմերը, ինչպես նաև կապարի ազդեցության եւ հեղուկ խճճվածքի ըմբռնումը 43% նվազեցրել է փախուստի մակարդակը։ Առաջնային զսպման խցիկները նույնպես արդյունավետ են եղել վերականգնման արձանագրության միջադեպերի դեպքում։ Նկարագրություն SCP-106-ը կարծես տարեց մասշտակերպ է քայքայման առաջադեմ փուլում։ Նրա տեսքը տարբերվում է դեպքերից դեպք, բայց այն կիսվում է նույն փտածության։ Բնութագիրը բոլոր ձևերի հետ SCP-106-ը հատկապես ճկուն չէ եւ նկատվել է մի քանի օր անշարժ պառկած, սպասելով որսին։ SCP-106-ը նաեւ կարող է բարձրանալ ցանկացած ուղղահայաց մակերես եւ անորոշ ժամանակով կախված լինել գլխի վայր։ SCP-106-ի արձակման նախընտրելի ձևը ներառում է իր որսին անաշխատունակ դարձնելը, վնասելով կենսական օրգանները, մկանային խմբերը եւ կապանները, որից հետո SCP-106-ը անշարժածածոին քաշում է իր կրպանի չափը։ SCP-106-ի նախընտրելի որսը 10-ից 25 տարեկան մարդիկ են։ SCP-106-ը առաջացնում է բոլոր պինդ մակերեսների կոռոզիա, որոնց ստիպչում է, իսկ ֆիզիկական քայքայումը տեղի է ունենում սկզբնական շփումից մի քանի վայրկյան անց։ Սա դրսևորվում է նյութի ժանգոտմամբ, փտումով եւ ճակճկմամբ։ Նյութը նաեւ պատվում է սև լորձոտ նյութով, որը նման է SCP-106-ի ինքնին առկա նյութին։ Այս ազդեցությունը հատկապես վնասակար է կենդանի օրգանիզմների համար եւ ենթադրվում է, որ այն պատրաստում է ծնունդը մարսողության համար։ Ազդեցությունը տևում է շփումից հետո 6 ժամ, որից հետո այն նվազում է։